Դեպի Ամասիա տանող ճանապարհին է կապս համայնքը, որն այսպես ասած արտակուստ, մայրուղուց դիտելիս չես էլ մտածի, որ գյուղամիջին ճանապարհներն անբարեկարգ են, կուտակված լուրջ խնդիրներ կան ու որ կապսեցին էլ մի կերպ է ապրում։ Մտնենք գյուղամեջ, զրուցենք գյուղացիների հետ ու տեսնենք, թե ինչպես են ապրում կապսեցիները։ Թեև գյուղում գազ կա, բայց եւ ոչ մի ընտանիք չի պատրաստվում գազով ձմռանը տունը ջեռուցել։ Շատ թանկ հաճույք է ստացվում։ Աթար են հավաքել ու փայտ։ Ինչպես կատակով ասում են, անասնապահությամբ զբաղվելու միակ եկամուտը աթարն է, որով ձմռանը տունն են տակացնում։ Կապսում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, բայց դժգոհեցին դա էլ չի արդարացնում։ Մենք սեկտեմբեր 2-3 պոչ պահում ենք, բայց դա հեչ օգուտ չկա, խոդը առնում ենք, այստեղ արոդա վայրը չունենք։ Այդ անասուններ պահում ենք, հեչ մեջը զրոյական է։ Խոդը տանք առնենք, փողը տանք առնենք։ Ինչ որ կոպեկ աշխատածը տալու պահում ենք, ասենք դի որ սա մորտենք, այդ գինը չի հաշվարկ ենք ենում, հեչ մեջը հեչ բան չկա։ Ինչ եմ անում, որ կդորում ատարի կդոր, ձմեռը վարենք, կնստենք։ Ընտանիքների մեծ մասի ապրուստի միակ միջոցը դա արտագնա աշխատանքից ուղարկվող գումարներն են։ Տագես, նանիկոս է, կոպս է։ Գնացից զորի ապրենք, մեծ համակացու։ Երիտասարդություն չկանի, մնացել են մենակ ծերերը, մեջ տարիքիներ, ինչ հեռանկար եղնի։ Աշխուժություն չկա գյուղի մեջ, ոչ մի հետաքրքրություն չկա։ Էլ ինչ, կան հարազատությունս լրիվ դուսն ազիժ Մենակ գիտեք երբ են գալիս, երբ որ ծնողները մահանում են, նորից ժամանակ գալիս են, էլի ուրիշ ոչ մի բան։ Կապս համայնքի ավագանու անդամ Գևորգ Քոչարյանը մեզ ուղեկցեց գյուղամեջ այն տները ցույց տվեց, որոնց դռները վաղուց փակ է, ընտանիքներով հեռացել են։ 5-6 Ռուսաստանում։ Վաղուց այն գնաց է։ 10 տարի, 15 տարի, այսպես չեն ավելի։ Այսպես շքեղ տները թողե, հա։ Թողե գնացել են ստիպած բերումներից կտրեցին, սարքին երկրաշարժից հետո ու թողեն գնաց։ Փոքր կապսից 44 ընտանիք գնացել են։ Պատճառն ինչ է, աշխատատեղ չունենալու հենց էդի։ Երիտասարդություն լրիվ դուսն է։ Պարզվեց գյուղից հեռացողների թիվը գնալով ավելանում է։ Մենք 4 աղբեր ենք։ Իմ տունսեն էստերն է ծորի։ 4-ից քանիսն եք էստեղ։ Մենակ ես եմ, բայց իմ տղեկսել են դուսը, գնացել են։ Բանակ ծառային եկան 2 տղես, թողին գնացին։ Ես տարի գնացել են, էլ չեն գալու, всё։ Գարունը մենք ենք երթում, մարդու ինտերները փակում են երթում, всё, այս 4 տունը գցում երթում։ Ով կուկա բաղերի խնձորը քավատի, բարիկից կով կդվի, թող եղածի, ով որ մնաց թողին գյուղ։ Լավ, այսպես գնալով թող մնացող մտածի ինչ ենք, եթե իրանք ղեկավարությանը մի ձեռ է տալու այս վիճակը, թողեն ձևեներով ես մեծ հաճույքով մնայի, ոչ թե փախնեի։ Հիմա դուք փախնում եք։ Լրիվ, ხო չեմ գնում, փախնում եմ։ Իրոք փախնում։ Մեր գյուղը լրիվ արդագնա աշխատանքի վրա է։ Լրիվ արդագնա։ Մեր գյուղից 270 հոգի մարդ, բնիկ գյուղից, արդեն լրիվ են գնացել ապրելու այնտեղ։ 47 ընտանիք է։ Ինչ պետք է անեն, որ մնաք, որ չգնաք։ Իրանք չունին այդ ծրագիրը, իրանք չունին այդ բանը, այս կառավարությունը չունի։ Գալողն է չի կրնա, ով որ ասում է մենք կուկան կենենք, դրանք են սուտ խոսում։ Անհնար է որովից մեկը կա, մի կնանա, իսկ գալ փոխելու ժամանակ է պետք։ Որոշակի ժամանակ է պետք։ Հեռանկար չենք տեսնում։ Հարիմի օր չենք տեսել, ես չեմ տեսել։ Ես դու չես տեսնի Սուրոջ ջան։ Ստիպված մենք է պետք է տանք։ Ես տղես կինս հասցեք, ես տանք։ Գյուղացիների հետ երբ զրուցում էին, նրանցից մեկը ցույց տվեց անասունին դաշտից տուն բերող մի տարեց կնոջ, 85-ամյա Էլիատատին, ով հասնելով մեզ հետևյալը փոխանցեց։ Մարդուն դեր չկա, որը ընկավ հողը վրեն են տալիս։ Էլա ապրելու մարդը իրավունք չունի։ 85 տարեկան կնիկ եմ մալ եմ տանը մարզեցնեմ, որ ապրենք։ Ինչով ապրենք։ Երեխես է տարեին 12 ամիս չոլերնա։ Դուրսն է։ Իրար հետ են եկե, չեն կրնեմ որ։ Հաբա, նոր են եկե, յակուճա են հետ, ընչի առողջությունը կործնի երեխես, ընչի ստեղ աշխատանք չնի։ Արեստավոր տղա է։ Մի մատ 1000 հունար ունի տղես։ Բայց թե օգուտ չունի, անդերությունա, ինչս եմ աղջիկ ճան, էլսելու հեչ բան չկա, առավոտ ժամի 8-ից գնացել եմ, անհմին նոր գալիս եմ, համին նոր տուն եմ էր տմանոթից առավոտ, 85 տարեկան կնոջ խոսք, Ես մարդու երկու տղա ունի